Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 6։ Կպատասխանվեն արդյոք երբևէ իմ աղոթքները։ Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին է որոշում ժամանակները։ Իր ժամանակին Աստված կպատասխանի մեր բոլոր աղոթքներին, այս կամ այն կերպ։ Խնդիրն այն է, որ մենք վախենում ենք մեր աղոթքները ենթարկել Սուրբ Հոգու վերահսկողությանը։ Մեր աղոթքներից մի քանիսը կարիք ունեն մաքրագործվելու, քանի որ հաճախ մեր հավատքը սխալ է կիրառվում անկատար խնդրանքների վրա։ Մենք չգիտենք, թե ինչպես հավատքով աղոթել քո կամքը լինի։ Մեզանից շատերը ոչ թե Աստծո կամքի կարիքն ունեն, այլ այն, ինչ նրա կամքը թույլ է տալիս։ Աբրահամը իր հավատքով անընդհատ հիշեցնում էր իրեն, որ օտարական է այս երկրում։ Աստծուց ստացած օրհնությունը սկզբում նրան միայն վրան էր տրամադրում ապրելու համար, սակայն Աբրահամը բավարարված էր, քանի որ իր ամբողջ հավատքը դրել էր ապագա քաղաքի վրա, որի կառուցողն ու արարիչը Աստված է։ Միթե հավատքի հին զինվորները հավատքով չէին ապրում, միթե Աստված հրաժարվել էր պատասխանել նրանց աղոթքներին, բայց չէ, որ նրանցից ոչ բոլորը ազատագրվեցին և ոչ բոլորը կենդանի մնացին տեսնելու իրենց աղոթքների պատասխանները։ Ոմանք նահատակվեցին, մյուսները թափառեցին, կարոտություն քաշելով, նեղված և չարչարված։ Հիրավի, որոշ մարդիկ, ովքեր մեծ հավատքի համբավ ունեին, չընդունեցին խոստումը, բայց նրանք, ովքեր ընդունեցին խոստումները, գործածեցին իրենց հավատքը արդարություն գործելու և թշնամուն փախուստի մատնելու համար։ Եվ ինչ հետևություն այս ամենից մեզ համար այսօր։ Մի անհանգստացեք, թե արդյոք Աստված կպատասխանի այո թե ոչ ձեր խնդրանքին։ Դադարեք կենտրոնանալ հավատքի բանաձևերի և մեթոդների վրա։ Դրա փոխարեն նվիրեք յուրաքանչյուր աղոթք Տեր Հիսուսին և վստահությամբ շարժվեք առաջ։ Նա կպատասխանի իր ժամանակին, եթե նա չբավարարի ձեր խնդրանքը, ապա նա ունի շատ լավ պատճառ դա չանելու համար։ Անկախ նրանից, ինչ էլ որ լինի, մենք միշտ պետք է վստահենք նրա հավատարմությանը։ Դե ինչ, պատրաստ եք հանգչել նրա սիրո մեջ համբերատար սպասելով նրա խոստմանը։